2025 թվականի արդյունքներով տնտեսական աճը կազմել է 5,5%-ից 6%։ Այս մասին հունվարի 21-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։ Նա պարզաբանել է, որ վերջնական տվյալները հայտնի կդառնան վիճակագրական կոմիտեի տեղեկատվության հրապարակումից հետո։ Հովհաննիսյանը հայտնել է, որ 2025 թվականի հունվարից նոյեմբեր ամիսներին Հայաստանում տնտեսական ակտիվության աճը կազմել է 8,3%, իսկ գնաճային միտումները մոտ են եղել թիրախային ցուցանիշներին 3%-ի մակարդակում։ Ըստ նրա կանխատեսումների հարկեր ՀՆԱ հարաբերակցության ցուցանիշում կգրանցվի 1%-ային կետի բարելավում, հասնելով 24,5%-ի։ Նրա խոսքով դա թույլ կտա 2026 թվականին ավելի հեշտությամբ մոտենալ թիրախային 25%-ին։ Նախարարը նշել է, որ ծախսերի դեֆիցիտը կազմել է սպասվածից 1%-ային կետով պակաս եւ կլինի 4,5%-ի մակարդակում։ Սա դրական ազդեցություն կունենա պարտքի ցուցանիշի վրա, ընդգծել է Վահե Հովհաննիսյանը, հավելելով, որ 2025 թվականի արդյունքներով կառավարության պարտք ՀՆԱ հարաբերակցությունը կլինի 48,7%-ի մակարդակում։ 2024 թվականի արդյունքներով այդ ցուցանիշը կազմել է 48%, փաստել է նախարարը։ Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի խորհրդի որոշման համաձայն 2026 թվականի ապրիլի 15-ից երկրորդ սերնդի թղթադրամները բնականոն մաշվածության արդյունքում դուրս կգան շրջանառությունից։ Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկից։ 2017 թվականի հուլիսի 11-ին Կենտրոնական բանկի մամուլի հաղորդագրության մեջ հատուկ նշվել էր, որ երկրորդ սերնդի թղթադրամները շրջանառությունից դուրս կբերվեն միայն այն ժամանակ, երբ դրամաշրջանառության ամբողջ շղթայում ներդրվեն երրորդ սերնդի թղթադրամները, եւ երկրորդ սերնդի թղթադրամներն արդեն ունենան դրամաշրջանառության համար ոչ պիտանի ֆիզիկական մաշվածություն, ասված է գլխավոր դրամատան հրապարակման մեջ։ Ներկայումս երկրորդ սերնդի թղթադրամների հիմնական զանգվածն ունի բարձր ֆիզիկական մաշվածություն, եւ շրջանառության մեջ գտնվող 1000 դրամ, 5000 դրամ, 10000 դրամ եւ 20000 դրամ անվանական արժեքով թղթադրամների զանգվածի հիմնական մասը կազմում են երրորդ սերնդի թղթադրամները, իսկ 1999 թվականի թողարկման 500 դրամ անվանական արժեքով թղթադրամները շրջանառության մեջ հիմնականում փոխարինվել են մետաղադրամներով։ Ուստի անհրաժեշտություն է առաջացել նշված երկրորդ սերնդի թղթադրամները դուրս բերել շրջանառությունից։ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը այցելել է Velar Group ընկերության նոր կառուցվող շոկոլադի եւ հրուշակեղենի գործարան։ Այցին մասնակցել է նաեւ նախարարի տեղակալ Էդգար Զաքարյանը։ Ընկերության ղեկավարության ուղեկցությամբ նախարարը շրջել է գործարանի տարածքով, ծանոթացել ներդրված սարքավորումներին, արտադրական հզորություններին եւ տեխնոլոգիական հոսքագծերին։ Ներկայումս ծրագրի շրջանակում արդեն իսկ իրականացվել է շուրջ 120 միլիոն եվրոյի ներդրում։ Առաջիկայում նախատեսվում է ներդնել եւս 25 միլիոն եվրո։ Գործարանի տարածքը կազմում է շուրջ 25 հեկտար։ Այն հագեցած է հիմնականում գերմանական եւ դանիական առաջատար ընկերություններից ներմուծված ժամանակակից սարքավորումներով։ 3 տարվա ընթացքում նախատեսվում է գործարանի ամբողջական գործարկումը, որի արդյունքում արտադրական ծավալները կհասնեն օրական մինչեւ 200 տոննայի, իսկ աշխատատեղերի թիվը կհասնի մինչեւ 2000-ի։ Նախատեսվում է արտադրել հրուշակեղենի լայն տեսականի, շոկոլադե եւ կարամելային կոնֆետներ, սպիտակուցային եւ մրգային բատոններ, շոկոլադապատ թխվածքաբլիթներ եւ վաֆլիներ, ինչպես նաեւ հայկական չրեր, պատված բարձրորակ շոկոլադով։ Նշենք, որ Velar Group-ն օգտվել է պետական օժանդակության գործիքակազմից, մաքսատուրքից ազատման արտոնությունից եւ ենթակառուցվածքներ ներդրումների դիմաց ծրագրից։